Ողջույն, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ Որքան մոտենում ենք ազգային ժողովի ընտրություններին, այնքան Ռուսաստանն ավելի է ակտիվացնում իր միջամտությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Եվ սա արդեն ոչ թե կասկած է, այլ ակնհայտ փաստ։ Խոսքը միայն առանձին ռուսամետ գործիչների եւ ուժերի ակտիվացման մասին չէ։ Գործի է դրվել մի ամբողջ գործիքակազմ, քարոզչական հարթակներ, ֆեյք լրատվամիջոցներ, փորձագետ կոչվող դեմքեր, սոցիալական հարթակներում համակարգված ապատեղեկատվության տարածում։ Նպատակը հին է, մեթոդները ծանոթ՝ վախեցնել, մոլորեցնել, համոզել, որ Հայաստանը ինքնուրույն որոշումներ կայացնել չի կարող։ Այս քարոզչության առանցքային թեզերից մեկն այն է, որ առանց Ռուսաստանի Հայաստանը կկործանվի։ Մնացածը դրա տարբեր ձևակերպումներն են։ Մեկը պատմում է անխուսափելի պատերազմի մասին, մյուսը արևմտյան դավադրության, երրորդը ուժեղ առաջնորդի անհրաժեշտության մասին։ Բոլորի վերջնակետը սակայն նույնն է՝ կատվածահարանել Հայաստանի քաղաքական եւ հասարակական կյանքը։ Հատկանշական է, որ ռուսական ակտիվությունը սրվում է միշտ ընտրությունների շեմին։ Եվ սա արդեն ոչ թե պատահականություն է, այլ հստակ հաշվարկ։ Ազատ ընտրությունը Ռուսաստանի համար վտանգ է, որովհետև ենթադրում է իրենց կողմից ոչ վերահսկելի իշխանություն, իսկ ոչ վերահսկելի Հայաստանը Կրեմլի համար ընդունելի սցենար չէ։ Ամենացավալին այն է, որ այս ամենը իրականացվում է ներսից, հայերեն խոսող, Հայաստանի շահերից ճամարտակող դեմքերի միջոցով։ Նրանք չեն ներկայացնում այլընտրանքային կարծիք, նրանք սպասարկում են արտաքին օրակարգ, եւ որքան բարձր են գոռում հայրենասիրությունից, այնքան ակնհայտ է դառնում նրանց իրական հասցեատերը։ Կեղծ լուրերը դարձել են հիմնական զենքը, թիրախավորվում են պետական ինստիտուտները, բանակը, դիվանագիտությունը եւ քաղաքական համակարգը։ Ամեն ինչ արվում է մեկ նպատակով՝ ստեղծել անվստահության մթնոլորտ, որտեղ քաղաքացին կորցնում է իր կողմնորոշումը եւ պատրաստ է իր ընտրությունը հանձնել, այսպես ասած, ուժեղ հովանավորին։ Այս գործընթացը փափուկ ուժի կիրառում է Հայաստանի դեմ։ Սա ներքաղաքական միջամտություն է, եւ որքան շուտ հասարակությունը գիտակցի այս վտանգը, այդքան փոքր կլինի դրա ազդեցությունը։ Հայաստանի ընտրությունները Հայաստանի քաղաքացիների գործն են, ոչ Մոսկվայի, ոչ էլ որևէ այլ կենտրոնի։ Իսկ այն ուժերն ու գործիչները, որոնք խոսում են վախի, կեղծիքի եւ կախվածության լեզվով, նրանք իրականում պայքարում են ոչ թե իշխանության, այլ Հայաստանի ինքնիշխանության դեմ։ Այս ընտրությունները լինելու են ոչ միայն քաղաքական, այլև քաղաքակրթական։ Եվ հենց դա է նյարդայնացնում նրանց, ովքեր Հայաստանը տեսնում են ոչ թե որպես պետություն, այլ որպես օտարի ազդեցության գոտի։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։